Բնության մեջ կա նաև այսպիսի մի հետաքրքիր արտահայտություն, որը կոչվում է բույսերի համատեղելիություն։ Տեսեք, կան բույսեր, որքան էլ որ դուք ցանկանաք, նրանք համատեղ չեն կարող աճել։ Օրինակ, երկու եթերայուղատու կամ հոտավետ բույսերը։ Սակայն կան բույսեր, որոնք միևնույն տարածքում մշակելու դեպքում նրանք օգնում են միմյանց։ Կոնկրետ տեսեք, այստեղ պոմիդորի թփերն են եւ նրանց կողքը ռեհանը, սովորական ռեհանը։ Այդ դեպքում այս բույսերը երկուսն էլ շատ մեծ հաջողությամբ կարող են աճել։ Մի ուրիշ տարբերակ, տեսեք, այն բույսերի համատեղելիությունը եւ կա մի այլ տարբերակ, որոնք կոչվում են վանող բույսեր։ Օրինակ, տեսեք, շահոքրամ կամ թավշածաղիկը, այս դեղին ծաղիկները, երբ որ դուք մոտենաք այս տարածքին, տեսնում եք ամբողջությամբ բույսերի արանքում կան այդ թավշածաղիկները։ Նրանք օգնում են բույսերին, ինչով վանում են միջատներին եւ վնասատուներին։ Նույնիսկ այս բույսերի ցանքի դեպքում, մարգերում դուք կունենաք շատ դեպքերում գրեթե ոչ մի հիվանդություն կամ վնասատու։ Այս բույսերը նույնիսկ օգնում են հողից վերացնել նեմատոդներին։ Ես ասեմ, որ սրանք պատահական տեխնոլոգիաներ չեն, փորձված են, եւ ես հիշում եմ նույնիսկ Հոլանդիայում միջազգային կենտրոնում ուսուցանելու ժամանակ մեր պրոֆեսորներից մեկը հենց այս բույսերի, այսինքն թավշածաղկի եւ պոմիդորի հարաբերակցության հետ կապված բավականին մեծ փորձ ուներ եւ իրեն ամբողջ գիտական աշխատանքները վերաբերվում էին բույսերի համատեղելիությանը եւ այդ բանող բույսերին։